Բարև ձեզ սիրելի աշակերտներ, այսօր կատարելու ենք թեմայի ամփոփում, թեման Հայաստանը, Պարսկաստանի, Բյուզանդիայի և արաբական խալիֆայության միջև։ Այսօրվա դասը կկատարենք թեմայի ամփոփում, կամրապնդենք թեմայի ստացած գիտելիքները, ինչպես նաև վեր կհանենք բաց թողումները։ Սիրելի աշակերտներ, պատասխանեք հարցերը Սահիբ Աշարով, պետք է պատասխանեք և համարձակեք։ Երբ Մուհամմադին հաջողվեց արաբական ցեղերին միավորել մեկ միասնական պետության մեջ, 631 հայ-արաբական պայմանագրի կետերը, որոնք էին համապատասխանում։ Հիմա այս հայերը դարձան հանրապետություն, սակայն հայրենիքը իրենք էին ստանում։ Սա է ճիշտ։ Այո։ Լավ, հիմա տեսնենք։ Ոչ, այստեղ ունենք սխալ։ Որն է սխալ։ Պարտավոր։ Այո, պարտավոր։ Հիմա տեսնենք ճիշտ է թե։ Այո, տեսնենք ճիշտ։ Միլենա։ Ես ընտրում եմ առաջինից 3 տարբերակները։ Առաջին 3 տարբերակները, այսինքն անցկացրել են մարդահամար, ճիշտ է, որ անցկացրել են մարդահամար։ Այո, ծխահարկը փոխարինել է գլխահարկով։ Այո, վարում է կրոնական անհանդուրժողականություն։ Հիմա տեսնենք ճիշտ է թե ոչ։ 3 տարբերակ։ Այո, ճիշտ է։ Մենք երկու վրանախտակների վրա ունենք դրված երկու պայմանագիր։ Նվաստակի հաշտության պայմանագիրը և հայ-արաբական պայմանագիրը։ Հիմա ամեն մեկը մոտենալով կվերցնենք մեր թերթիկ և կփորձենք նշել, թե որ պայմանագրի կետն է դա։ Առաջինով է ուզում Քաղաքական իրավունքները։ Նվաստակի հաշտության պայմանագիր։ ճիշտ է։ Ճիշտ է երեխաները։ Այո, լավ, հաջորդը ով է գալիս։ Սամվել։ Խալիֆայությունը առանց ներառում ռազմական կողմություն ցուցաբերել Հայաստանում, եթե ենթարկվեր հարձակման։ Հայ-արաբական պայմանագիր։ Ճիշտ է։ Այո։ Հաջորդը Սարգիս։ Հայաստանում արաբական զորքեր չեն տեղակայվում։ Հայ-արաբական Ճիշտ է։ Հայաստան ճանաչում է խալիֆի վերջնությունը։ Հայ-արաբական պայմանագիր։ Ճիշտ է։ Այո։ Նայում խաչ բառերը, որոնց հարցերը ևս կարում են, այնուհետև պատասխանները գտնելով կնշեք վանդակների մեջ և կկարդաք պատասխանները, կբաժանեք խմբերի և կաշխատեք։ Որն է Արմենիա փոխարքայության կենտրոնը։ Թվի։ Այո, ճիշտ է։ Դուք եք տվին գրել են։ Այո։ Երրորդ հարց։ Ինչպես է կոչվում Արմենիայի կառավարիչը։ Ոստիկան։ Ճիշտ է։ Այո, ճիշտ է։ Չորրորդ հարց։ 451 թվականին որտեղ տեղի ունեցավ 4-րդ եզերական ժողովը։ Խաղկեդոն։ Այո, ճիշտ է երեխաները։ Հինգերորդ։ Խաղկեդոնի ժողովի որոշումները մերժելու պատճառով հայերին անվանում էին միաբաններ կամ հակաքաղկեդոնականներ։ Միաբնակներ կամ հակաքաղկեդոնականներ։ Ճիշտ է։ Այո, ճիշտ է։ Եվ վերջինը, Որտեղ է կնքվել 484 թվականին հայ-պարսկական պայմանագիրը։ Նվարսակ։ այո, ճիշտ է։ Դուք եք Այո։ շատ Բյուզանդիական որկայս տարբեր իրադարձություններ, որոնք գրված են թերթիկների վրա։ Նրանք պետք է ժամանակագրական հաջորդականությամբ դասավորել, այնուհետև կարդաք պատասխանները։ Պատասխանները և կտեսնենք, թե որքան է ճիշտ ժամանակագրական հաջորդականությամբ դասավորել իրադարձությունները։ Սկսեցինք։ Պարսկական ազդեցությունն ուժեղացնելու համար անցկացվեց աշխարհագիր բնակչություն և հողերի հաշվառում։
Արտաշատում գումարվում է հատուկ ժողով։ Ավարայքի ճակատամարտ։ Նվարսակի հաշտության պայմանագիր։ Ճարմանայի հաշտության պայմանագիր։ Ճարմանայի հաշտության։ Ճարմանայի ճակատամարտ։ Հայ պարսկական զորքերի նոր վաղում Արտազ գավառի ներսրապատ գյուղի մոտ։ Դվինի երկրորդ ժողով։ Թեոդորոս Քուշկինին Բյուզանդիայի կողմից ճանաչվեց հայոց իշխան։ Այստեղ ունեիք սխալ, ավարայի ճակատամարտից հետո պետք է գրվեք հայ պարսկական զորք։ Անցկացվեց աշխարհագիր հողերի և բնակչության հաշվառում։ Արտաշատում գումարվում է հատուկ ժողով։ Ավարայերի ճակատամարտ։ Նվարսակի հաշտության պայմանագիր։ Ճարմանայի ճակատամարտ։ Հայ պարսկական զորքերի նոր բախում Արտազ գավառի ներսրապատ գյուղի մոտ։ Թեոդորոս Քուշկին։ Ամեն խումբ ստանալու է մեկ թեմա, և դուք պետք է ընտրեք ձեզ մեջից մեկ լրագրող և մասնակիցներ և ներկայացնեք տվյալ թեման։ Աշխարհում եք իրար հետ համախմբված, լավ, նշում եք, թե ինչ է տեղի ունեցել այդ եկեղեցական ժողովների ժամանակ։ Ներկայացնի առաջին խումբը և ներկայացնելու է Դվինի 506 թվականի եկեղեցական ժողով։ Բարև ձեզ, դուք դիտում եք Հայաստանի լուրեր հատուկ թողարկումը։ Հավաքվել են եկեղեցական առաջնորդներ կարևոր որոշումներ ընդունելու համար։ Ում են Դվինի մարտաճարի մոտ, որտեղ հրավիրվել են Բյուզանդիայի և Պարսկաստանի ճնշումների պատճառով։ Տեսնենք, թե ինչ են ասում ներկաները։ Մենք այս ժողովում վերահաստատեցինք մեր հավանականությունը, մեր դավանությունը։ Այդպիսով, 506 թվականի Դվինի ժողովը հստակեցրեց, որ հայ առաքելական եկեղեցին չի ընդունում Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Կներկայացնի երկրորդ խումբը Դվինի 554 թվականի եկեղեցական ժողովը։ Բարև ձեզ, այսօրվա թողարկմանը քննարկել ենք 554 թվականին գումարված Դվինի ժողովը։ Այս անգամ մեր եկեղեցի վերջնականապես որոշում է կայացնելու ընդունել կամ մերժել Քաղկեդոնի ժողովի դավանանքը։ Տեսնենք ինչ են ասում ներկաները։ Այսպիսով, մենք վերջնականապես մերժեցինք Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Այսպիսով Հայաստանը մերժեց թե քաղաքականությունը և թե նեստորականությունը, փորձելով պահպանել իր անկախությունը։ Ես ես կբաժանեմ թերթիկներ, որի վրա դուք կգրեք մեկ բան, որ սովորեցիք այս թեմայի շրջանակում, և մեկ բան, որը ամենահետաքրքիրն է թեմանից։ Որ Դվինը ուներ երկու ժողովներ, որոնք կայացել էին 506 և 554 թվականներում։ Ինձ համար հետաքրքիր էր Դվինի առաջին 506 թվականի ժողովը և Դվինի երկրորդ 554 թվականի ժողովը։ Ես սովորեցի և վերհիշեցի պայմանագրի կետերը։ Ինձ նոր եկավ մեր որը զարգացած է և խաչվարը, և նաև սովորեցի նվարսակի պայմանագրի 484 թվականը։ Ինձ դեռ դուր եկավ հարցերը, սովորեցի նվարսակի պայմանագրի։ Ինձ դուր են եկել արաբական խալիֆայության մասին խաղը, կետերը, ինչպես նաև խաղերը։ Ես սովորեցի շատ թվականներ, ինչպես նաև իրադարձություններ, օրինակ, տիեզերական ժողովը 451 թվականին, իսկ շատ հետաքրքիր էր այն, որ Հայաստանը ոչ նեստորականությունը և ոչ էլ քաղաքականությունը ընտրեց և անգամ Ինձ համար դասը շատ հետաքրքիր էր։ Այստեղ ես վերհիշեցի ինձ անցած, իմ անցածը։ Ամեն բան ինձ դուր եկավ, օրինակ խաչվարը, խաղերը, ժամանակագրական հաջորդականությունը։ Շատ լավ պատրաստված էիք թեմայի ամփոփմանը, սիրելի աշակերտներ, կարծում եմ թեման ամբողջովին յուրացրել եք։ Շնորհակալություն, stay tuned։